1998-ի այսօր ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվում են սեփականաշնորհման ցուցակից 4 ձեռնարկություն անելու մասին քննարկումները։ Պատգամավորներն ուզում են, որ օրենքով ցուցակից հանվի հատկապես կոնյակի գործարանը։ Ես քվեարկելու եմ այս նախագծի օգտին անպայման, ոչ թե այն պատճառով, որ անցած տարի ավելի լավ էր պրիվատիզացիան, քան այս տարի, այլ որովհետև այսպես սեփականաշնորհելով մենք սեփականության վերաբաշխման հնարավորություն ենք թողում եկող իշխանության ժամանակ եւ ժողովրդի եւ իշխանության համար, այսինքն վտանգում ենք երկրի ազգային անվտանգությունը։ 1999-ի հոկտեմբերի 5-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը կառավարությունում լրագրողներին ներկայացնում է Ամերիկայում ունեցած իր տպավորիչ եւ ինչ-որ իմաստով տխուր հանդիպումները։ Ինքը վշտացած է, որ հետխորհրդային երկրներում Հայաստանը առաջին տեղն է զբաղեցնում ստացած մարդասիրական օգնության չափով եւ վերջին տեղը ներդրումների ծավալով։ Վարչապետն Ամերիկայում պայմանավորվել է, որ 2000 թվականին որպես բյուջետային վարկ Հայաստանը կստանա $25 միլիոն։ Սա վերջին հալվեսնավորությունն է։ Հաջորդ տարիներին արդեն բյուջետային վարկեր Հայաստանի Հանրապետության համար չեն նախատեսվում։ 2000 թվականի այսօրը կրթության եւ գիտության նախարարը հայտարարում է, որ հայաստանյան դպրոցների 1000-ից ավելի ուսուցիչներ չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն։ Սիլվա Կապտիկյանը սրա համար մեղադրում է նախորդ իշխանություններին։ Դասականը կրթության խնդիրների նվիրված քննարկման ժամանակ ներողություն է խնդրում միջոցառմանը ներկա Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Դրյուկովից Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ռուսաց լեզվի կրած հալածանքների համար։ Նույն օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի բժշկական համալսարանում է։ Ռեկտորը շնորհակալ է այս այցելությունից։ Ռոբերտ Քոչարյանը լավ գիտի, թե ինչու է մասնակցում այս համալսարանի 50-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ձեր հետ, ընդհանրապես բժիշկների հետ, բացի ընկերությունից, լավ ոչ մի այլ առնչություն չունենանք։ Ես մի ուսումնական եզակի հաստատություններից մեկում եմ գտնվում, որոնք կառավարությունից փող չեն ուզում։ Եվ շնորհակալ եմ դրա համար։ Աշոտ Բլեյանի 1.5 տարի դռնբաց ընթացող դատական նիստը դատավորի Իսկույի Վարդանյանի որոշմամբ ընթանում է դռնփակ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչները զայրացած են։ Նրանք մահ կամ ազատություն կարգախոսով փորձում են գրոհել ոստիկանների պատնեշը։ Բոլորս առաջ իմ հետևից մահ կամ ազատություն։ Ուրիշ երկ չկա։ Եթե Բլեյանի նման մարդուն դատում են եւ կանգնած հանդիսատեսը նայում է, ուրեմն բոլորս էլ արժանի եք մահվան։ Եկեք մահվան հետևից։ Մենք այսօր բոլորս տանը գրել ենք մահախոսական եւ եկել ենք այստեղ։ 2001-ի հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինը Հայաստանում պատասխանում է այն հարցին, թե ինչպես իրեն կպահի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվի Հայաստանի վրա։ Կվաշնինն այս հարցից տեղը չի գտնում։ Да ну слушайте, это кто там говорит, его надо проверять с точки зрения умственной его полноценности. Вы что? Ну какая агрессия со стороны Турции, Азербайджана и так далее. Вы что-то наговорили или что-то даже не то. Հայկական ավիաուղիներին պատկանող Ան-24 օդանավի անձնակազմը Սիբիր ավիաընկերության Tu-154 ինքնաթիռի օդում տեղի ունեցած պայթյունի միակ վկան է։ Մեր օդաչուներին արգելված է լրագրողներին որևէ տեղեկություն հայտնել իրենց տեսածի մասին։ Նախնական վարկածներից ամենահավանականը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունների ժամանակ արձակված հրթիռն է։ Լոս Անջելես այցելած Սերժ Սարգսյանը 2009-ի հոկտեմբերի 4-ին Հիլթոն հյուրանոցում տեղացի հայերին փորձում է ներկայացնել հայ-թուրքական արձանագրությունների առավելությունները։ Հյուրանոցի դիմաց հավաքված սփյուռք հայերը կտրականապես դեմ են երկխոսությանը։